FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլիմարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Դուք գիտեք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը Elrum-ում միայն կանայք են։ Բացի այդ կանայք, ովքեր կարող են իրենց տեսակով, իրենց հոգեբանական կերտվածքով, իրենց մասնագիտությամբ ու ճակատագրով իսկապես փոխել աշխարհը։ Մեզ թվում է, թե հատուկ ու երկար ինչ-որ նախապատրաստություն է պետք, հատուկ, երկար ինչ-որ մասնագիտություններ կան, որոնցով պետք է զբաղվել աշխարհը փոխելու համար։ Այնինչ յուրաքանչյուր կին, եթե կարողանա իր մեջ բացահայտել այն, ինչը իր համար կարևոր է, ըստ էության այդ հնարավորությունը ունի։ Մյուս կողմից մարդիկ կան, ովքեր կարողանում են իրականում գնալ իրենց սրտի ետևից։ Սա վերաբերում է ամեն ինչին, մասնագիտություն ընտրելուց սկսած։ Լինում են դեպքեր, երբ դու շատ փոքր տարիքից կարողանում ես հասկանալ, որ այն ամենն, ինչ դու ուզում ես ասել այս աշխարհին, ըստ էության հնարավոր է ասել աշխարհի բոլոր անկյուններում ընդունելի մի լեզվով, որ կոչվում է պարի լեզու։ Այսօր մենք շատ հետաքրքիր ու շատ տարբերվող հյուր ունենք։ Գիտեք, մարդիկ կան, ում համար այս մասնագիտությունը դառնում է ինչ-որ առումով իրենց բնավորության մի մասը։ Կյանքի տարբեր փուլերում ու տարբեր իրավիճակներում զուգահեռ ընտանիքի երեխաների հետ կարողանում են իրականում բարի կախարդական աշխարհն իրենց մեջ պահել ու իրենց շուրջը տարածել։ Կանայք, ովքեր կարող են փոխել աշխարհը, այս խորագրի ներքո այսօր մենք հնարավորություն ունենք զրուցելու շատ հետաքրքիր ու շատ դրական էներգիայով մի կնոջ հետ, օվկիանոսից այն կողմ։ Օվկիանոսը միշտ այս դեպքում ինչ-որ խնդիրներ կարող է ստեղծել, բայց այսպիսի էներգիայի դեպքում իրականում անզոր է։ Ես այս պահին ուզում եմ նաև ձեր անունից սիրով Elrum-ում ողջունել պարուհի, պարուսույց Քրիստինե Շավոյանին։ Քրիստինե, ես շատ ուրախ եմ, որ մենք առիթ ունենք հանդիպելու։ Պարը սիրել եք փոքրուց պարել եք, բայց ինչպես ստացվեց, որ հասկացաք, որ այս ասպարեզում դուք իրականում շատ բան կարող եք ասել։ Ասում եմ, պարի լեզուն միակ լեզուն է, որն աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի է։ Ի սկզբանե չեմ պատկերացրել, որ այսքան կխորանամ այս ամեն ինչի մեջ, որովհետև յուրաքանչյուր ծնող, կարծես իր բալիկին ցանկանում է տանել ուղղակի բարի, ուղղակի արվեստի միջուղ, ուղղակի ինչ-որ զբաղմունքի, այդպես էլ ես։ Ուղղակի գնացել եմ որպես պար, որպես ժամանցի մի տեսակ, բայց գնալով տարիների ընթացքում հասկացա, որ այն կապը, որ ես եմ զգում արվեստի հետ, շատ մեծ է, շատ խորն է, ավելի քան համեմատ մեր մյուս խմբի իմ տարիքին համապատասխան երեխաների հետ, որովհետև ուսուցչուհիները, պարուսույցները նույնպես նկատում էին, որ եթե դու ցանկանում ես, ապա կհասնես մեծ արդյունքների։ Ու շնորհակալ եմ իրենց այդ հույսը, այդ հավատը իմ մեջ արթնացնելու համար, որովհետև հենց պարուսույցից շատ բան է կապված։ Ու դա ես հիմա եմ հասկանում, որովհետև բազում տարիներ լինելով պարուհի, ու հիմա արդեն պարուսույց հասկանում եմ, որ դա էլ ավելի մեծ պատասխանատու աշխատանք է։ Մեկ բան է լինել պարուհի, մեկ այլ բան է լինել պարուսույց։ Կարող ես լինել շատ լավ պարուհի, շատ տեխնիկապես հզոր, գրավես ամբողջ բեմը, բայց դու քո արվեստը չկարողանաս փոխանցել հետագա սերունդին, չկարողանաս դասավանդել, դա ոչ թե վատ է, ոչ թե սխալ է, այլ տեսակ է, որը միայն մանկավարժները կարող են հասկանալ եւ կարող է լինել շատ լավ պարուսույց, որը բեմում այդքան էլ չի փայլում, բայց իր բեմադրություններով նա զարմացնի բոլորին։ Այո, մենք այսօր եզակի հնարավորություն ունենք զրուցելու Քրիստինե Շավոյանի հետ, ով կայացել է եւ կարողացել է հիացնել եւ բեմում, որպես պարուհի եւ իհարկե նաեւ որպես պարուսից։ Քրիստինե, ուզում եմ սկսենք սկզբից, փաստորեն արդեն 13 տարեկանում ընդունվել եք Պարարվեստի պետական քոլեջ։ Այսինքն
այս պահից սկսած 13 տարեկանից որոշումը հստակ էր ու փոփոխման ենթակա չէր։ Պարը ձեր ճանապարհն էր։ Զուգահեռ նաև պարել եք Սոֆի Դևոյանի Պարի եւ հոգու թատրոնում։ Այստեղ արդեն աշխարհին ներկայանալու մի նոր երևի երանգ ու ոճ եք յուրացրել եւ կարողացել նաև տարածել ձեր շուրջը։ Պարարվեստի պետական քոլեջ ընդունվելը դա իմ համար մի մեծ կյանքի դպրոց էր, դա կհասկանան ու կհաստատեն այն բոլոր պրոֆեսիոնալ պարողները, ովքեր անցել են այդ դպրոցը։ Որովհետև այդտեղ դու շփվում ես այնպիսի մարդկանց հետ, դու ծանոթանում ես այնպիսի մարդկանց ձեռագրերին, որ անգամ հեռվից տեսնելը, հա, քեզ համար մեծ պատիվ է, բայց տվյալ անձին քեզ դասավանդում են։ Այնպիսի մարդկանց հետ եմ ես աշխատել, այնպիսի մարդիկ են ինձ իրենց ձեռագրերը փոխանցել, որ ես իրոք շնորհակալ եմ բոլորից, անչափ դա մի մեծ հպարտանալու առիթ է։ Իսկ Սոֆի Դևոյանը դա ինձ համար մի ուրիշ կյանքի դպրոց է, որովհետև ինչ արել է ինձ համար Սոֆի Դևոյանը, ես իրան կոչել եմ որպես երկրորդ մայր։ Ես շնորհակալ եմ առ այսօր, որովհետև ասում եմ, նա իմ կյանքի ու բարի ուսուցչուհին է մինչ օրս։ Այո, կյանքի ու բարի հետաքրքիր է, որ իրականում Սոֆի Դևոյանը հատուկ է, այդպիսի առանձնահատուկ հնարավորություն, հա, ինչ որ բնատուր մի տաղանդ ունի գտնել ու բացահայտել։ Բայց դուք նաև ավարտելուց հետո քոլեջը արդեն ընդունվել եք Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլ եւ այստեղ էլ կարողացել եք առանձնանալ, շատ կարճ ժամանակ անց դարձել եք մենապարուհի։ Դա մի այլ պատմություն է։ Այո։ Այդ շրջանի կյանքը իմ համար ամենան էր, հա, որովհետև այսպես տեսնում ես մի աստիճան, որ կամաց բարձրանալով, հա, գնում ես ու հասնում ես դու այն կետը, որը որ դու լսել ես միայն, դու տեսել ես հեռուստացույցով, դու լսել ես թե ինչպես են պատմում, ինչքան անհասանելի է դա քեզ համար։ Բայց այսօր դու տեսնում ես, որ գտնվում ես օպերային թատրոնի բեմում, Պարի պետական անսամբլը ինձ համար մի ուրիշ շրջան էր, որ չեմ դադարի ու ասեմ, որ այնտեղի յուրաքանչյուր իմ գոլեգաներին, յուրաքանչյուր ուսուցչի անչափ շնորհակալ եմ մեծ հնարավորությունների, մեծ ձեռքբերումների համար, իսկապես, դա ու գիտեք ինչն է բանը, որ այսքան տարբեր ձեռագրեր, հա, ոչ միտեղը նույն ձեռագիրը չէր, այսինքն եթե մենք պարարվեստի քոլեջում էինք, հիմքը մեր դասականներ, ինչքան էլ որ մենք հայկական պարի բաժին էր, բայց խորացված դասականներ։ Սոֆի Դևոյանի մոտ դա մեր ձեռքերն էին, մեր ձեռքերը, մեր հոգին էր պարում ու իզուր չէ, որ կոչում են, հա, Սոֆի Դևոյանի հոգու եւ պարի թատրոն, որովհետեւ մենք այնտեղ կարող էինք ուղղակի երաժշտության ներքո կանգնել ու ոչինչ չանել, բայց մեզ ծափահարեին, հա։ Պարի պետական անսամբլը դա մի ուրիշ ոճ էր, ուրիշ էր, երբ որ բեմում են երաժիշտները, ամեն ոճ փորձել եմ այսպես գողանալ ամենքից, ինչը կարող եմ, որ հիմա փոխանցեմ այո, այստեղի օտարաբնակ եւ այստեղ ծնված եւ մեծացածներին, որոնք իսկապես ունեն այդ իրական հայկական արվեստին ծանոթանալու կարիքը։ Հետո արդեն շարունակել եք կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում պարարվեստի ռեժիսուրայի բաժին։ Ես հասկանում եմ, որ սրա հետ են կապված ձեր բեմադրությունների, նույնիսկ ամենափոքր հարսանեկան պարերը, ձեր բեմադրությունները բոլորովին ուրիշ բան են ասում։ Շնորհակալ եմ։ Այո, այդտեղից արդեն ես քիչ-քիչ կարողացա պարուհուց մեկ քայլ առաջ անցնել դեպի բեմադրող, դեպի ռեժիսոր, դեպի ոչ թե մտածեմ ինչպես պետք է լավ պարեմ, այլ մտածեմ ինչպես պետք է հետաքրքիր բեմադրություն կատարեմ, ինչպես պետք է մարդիկ տեսնեն, զարմանալին, հա, ոչ թե սովորական ստանդարտը։ Ձեր եւ բեմադրություններն են խոսող եւ ձեր կատարումները միշտ թվում է, որ ձեռքերը շարժումներն են բեմում ինչ որ բան ասում, բայց նաեւ ձեր դեմքի դիմախաղն է շատ խոսում, սա իրականում կարեւոր է։ Փաստորեն հենց այստեղ արդեն Հայաստանում բացել եք դուք Շավոյան Art School-ը, որը 1 տարի գործել է եւ հետո արդեն ընտանիքով ձեր հրաշալի ընտանիքով արդեն մեկնել եք նահանգներ։ Ճիշտը որ ասեմ, իմ ստուդիայի բացելը դա
հայրիկիս ամենամեծ երազանքներ, երբ հայրիկս մահացավ, ես շատ կոտրված էի, բայց ամեն կերպ փորձում էի, որ իր երազանքները, նպատակները իրականացնեմ։ Եվ դժվար քայլերով, բայց փորձեցի առաջ գնալ, ստեղծվեց խումբը, ստեղծվեց դպրոցը, այսպես ասած, որովհետև ես բացի պարից, բացի պարելուց եւ շարժումներից փորձում էի նաեւ երեխաներին պատմել պատմություններ, պատմել հայտնի բալետմեյստերների մասին, պատմել թե որ պարի բեմադրությունը երբ է եղել, եթե դա իհարկե ես չեմ բեմադրել, պատմել ամեն պարի անվանում ինչ է նշանակում, որ ազգի պարը ինչ խորհուրդ ունի եւ այլն, որովհետեւ բացի հայկականից նաեւ ժողովբնորոշ պարեր նույնպես դասավանդում էի։ Սակայն որոշեցինք, որ պետք է տեղափոխվենք Միացյալ Նահանգներ։ Այո։ Շատ մեծ ցավով նրանց բոլորին հրաժեշտ տվեցի, բայց այստեղ էլ այնպես ջերմ ընդունելություն եղավ, կարծես թե բոլորը սպասում էին, թե պետք է գա եւ այդպես է պետք է լիներ։ Ահա։ Ու հենց եկած օրվանից միանգամից հրավերքները սկսեցին տարբեր խմբերից եւ այդպես։ Այսինքն հենց սկզբից սկսել եք այդտեղ աշխատել ձեր մասնագիտությամբ։ Ես գիտեմ ձեզ այդպես հանգիստ չէին թողի, բայց այստեղ նաև շատ նշեցիք, որ պարի ասպարեզը իրականում շատ ձերն է եւ այդ կյանքի նաև փաստորեն ձեր ամուսնու հետ, ամուսինը ձեր երաժիշտ է եւ ծանոթացել եք հենց այս ասպարեզում։ Սա երևի օգնում է, չէ՞, ինչ որտեղ լավ ճիշտ հասկանալու, լավ հասկանալու։ Այո, շատ։ Ամուսինս հենց Հայաստանի Պարիպետական անսամբլի դհոլահարներից մեկն է։ Այնտեղ ենք ծանոթացել, այնտեղ միասին շրջագայել ենք Եվրոպայի շուրջ 15-ից ավելի երկրներ, այնտեղ էլ հենց ամուսնության առաջարկություն եմ ստացել Փարիզում։ Այո, նա ինձ ոչ թե միայն իր քանի որ արվեստագետ է դրանում է օգնում, այլ որպես տան հայր, տան մի խոսքով առանց իրեն ես չեմ կարող առաջ գնալ։ Հա, ինչքան է անկախ մասնագիտությունից, իսկապես շնորհակալ եմ նրան ամեն վայրկյան կողքս լինելու համար, ամեն վայրկյան իմ թերություններն ու առավելությունները նշելու, միասին քննարկելու, լուծումը գտնելու եւ առաջ գնալու համար։ Այո։ Եվ Կրիստինե, դուք երկու հրաշք տղաների մայր եք եւ Աստծու կամոք սպասում եք երրորդի։ Այո։ Ձեր մեծ որդին 8 տարեկան է, փոքրը 2 եւ շուտով ինչպես ասում են նորից Աստծո հաջողությամբ պիտի ծնվի երրորդը։ Այ մասնագիտական առումով եւ ընտանեկան այս երկուսը տպավորություն է, որ հատկապես պարի ասպարեզում դժվար է համատեղել, բայց ձեր մեջ այնքան ներդաշնակ է այս երջանկությունը, հա, եւ անձնական, ընտանեկան, եւ մասնագիտական։ Իրականում շատ դժվար է համատեղել։ Ու ես չեմ հասկանում այն մարդկանց, որ ինչ-որ հա երկկողմանի ընտանիք թե բեմ, ինչ-որ, չգիտեմ, մասնագիտություն, աշխատանք թե երեխաներ, դա եթե կա աշխատասիրություն, եթե կա ցանկություն, նպատակ, երազանքներ, դու չես կարող, դու պետք է միասին համախմբված քո ընտանիքով փորձես գնալ առաջ, որովհետև հենց իմ տղաները, դե փոքրիկս շատ փոքրիկ է, բայց հենց մեծս մամա կլինի այսօր ես էլ գամ քո համերգին, այսօր էլ ծաղիկներ ստանալու, այդ ամեն ինչը ինքը իր չափով ինչքան էլ մտածում է, բայց դա էլ է տրամադրում, դա էլ է ոգևորում քեզ, հա։ Մամա քո աղջիկները էսենց են անում, տղաները էսպես են անում եւ այլն։ Որ ժամանակ իրան էլ տանում եմ, որ տեսնի, ճիշտ է, նա լրիվ ուրիշ ուղղությամբ է ֆուտբոլի մասնագիտացված պարապմունքների մեջ է լարված, բայց տանում եմ, որ տեսնի, որ ծանոթանա, ինքն էլ հասկանա, որ տարբեր արվեստներ կան, տարբեր ճյուղեր կան։ Հիմա էլ եք դուք շատ զբաղված, տարբեր նախագծերում, դասավանդում եք տարբեր։ Ես գիտեմ, որ այ հարսանեկան
Պարերի հիմա դա շատ հետաքրքիր մի արվեստ է եւ իրականում սրա վրա դուք հատուկ երևի ուշադրություն եք դարձնում ինչպես եք ընտրում հա իր բնավորությունը ոչ միայն տեսքը հա ինչ որ նշանակություն ունի որովհետեւ ըստ էության այդ պարի միջոցով դա ոչ թե պիտի ինչ որ արհեստական շարժումներ անեն այլ իրենց ասելիքը ասեն շատ ժամանակ լինում են հարսիկներ կամ զույգեր որ իրենց պարը այսպես հերցրած գալիս են մենք ուզում ենք սա բարել ասում ստոպ մի րոպե պետք է մի հատ տեսնենք պետք է մի հատ փորձենք պետք է ձեզ համապատասխան լինի դա շատ կարևոր է ես երբ որ իրենց ասում եմ ավելի լավ է դու կանգնած տեղում շատ հեզ շատ գեղեցիկ եթե դու այդպեսին ես հա ցույց տանք քո առավելությունները, ցույց չտանք, որ դու դա իբրև սովորել ես ու մի կերպ պետքա ցույց տաս։ Չէ, դու անես այն, ինչը որ գալիս է քո հոգուց, ինչը որ դու ցանկանում ես տեսնել, հա, քո այդ փոքրիկ հանդիսատեսը քեզ համար։ Յուրաքանչյուր հարց եւ յուրաքանչյուր հարցուփեսա, հա, պետք է պարտադիր իրենց համապատասխան պար։ Ձեր հարսանեկան պարը բեմադրել է անձամբ Սոֆի Դևոյանը։ Ահա։ Այո, մեծ պատիվ էր դա, որովհետև դա իմ կյանքի ամենակարևոր օրն էր, նա էլ իմ կյանքի ամենակարևոր կինն էր, հա, որ ես ուրիշ ձև չէր կարող լինել։ Ու ասեմ, բեմադրել ենք ընդամենը 3 օրում։ Ահա։ Այսպես իմ մեր գոլեգաներից մեկը նույնպես ամուսնանում էր եւ այդ ժամանակ իր պարը նույնպես բեմադրել Սոֆի Դևոյանը եւ ասում էինք, որ իրան հենց վերջացնենք, իմն ենք սկսելու։ Ու տեսնում եմ, որ Սոֆա Արևնաս ընդհանրապես ձայն չի հանում, ես չեմ ուզում իրան նեղություն տամ, ասեմ, ինչի չենք սկսում, արդեն ժամանակն է, արդեն մի շաբաթ մնաց, արդեն 6 օր մնաց, արդեն 5 օր մնաց։ Զանգ եմ տվել, ասեմ Սոֆա Արևնա ջան, բա չենք սկսում, ասում եմ, երբ էր քո հարսանիքը։ Վայ, ասում 3 օրից, վայ, ո՞ց 3 օրից, հենց հիմա հագնվի գնա ստուդիա գալիս եմ։ Այդ մի օրում բեմադրեցինք, հաջորդ օրը մի հատ մաքրեցինք, երրորդ օրը գնացել ենք մի հատ էլ ռեստորանում ենք փորձել, ու այն մյուս օրը արդեն հարսանիքներ։ Տպավորություն է, որ պարուհի է, այսքան երկար պրոֆեսիոնալ ճանապարհ անցած, պիտի խնդիր չլինի, բայց այստեղ էլ պահանջներն են, չէ, ինչ որ տարբեր։ Եթե դու պարուհի ես, դու պետք է չներկայանաս որպես սովորական հարսը։ Դու քո արվեստը մի ուրիշ ձև պետք է ցույց տաս։ Հա, պետք է տարբերպես։ Հետո ասեմ, շատ կարևոր է նաև երաժշտության ընտրությունը։ Շատ կարևոր է չափավոր երաժշտությունը։ Ինչքան էլ թեկուզ լինենք պարուհիներ, ինչքան էլ հարսին միանան պարողներ, միևնույն է, եթե դա գերազանցում է 3 րոպեն, արդեն էլ հաճելի չի նայել, հա, ինչքան ուզում է շքեղ բեմադրություն լինի։ 3 րոպեն բավական է։ Եվ հետո շատ կարևոր է, ես եւ աշակերտներին, եւ հարսիկներին, եւ փեսաներին, բոլորին ասում եմ, ամենակարևորը տրամադրությունն է։ Որովհետեւ շատ մարդիկ գալիս են, թեկուզ եւ տեխնիկապես չեն հասկանում ինչ շարժում կատարեց, աջ պտտվեց, թե ձախ պտտվեց, այս ձեռքն է։ Նրանք նայում են դեմքին, ուզում են մեծ բավականություն ստացած գնան տուն։ Կարևորը ժպիտն է, կարևորը դրա մի անգամ այդպես համերգի ժամանակ հիշում եմ, այսպես յուբկաներով ծածկված էինք, հնդկական էինք վարում, այնքան էին ինձ ասել իմ ուսուցչուհին, որ ինչ է լինի կժպտակ, ոչ մի բանի ուշադրություն չդարձնեք, ճիշտ է, տակից իհարկե սև հագուստ կար հագած, բայց այդ յուբկան ընկել էր հագիցս, ու ես տեսել եմ, իսկ իմ կողքինները գիտեն, ես չեմ նկատել։ Ժպիտով պարում եմ, սաղ աչքով ու կով ցույց եմ տալիս, որ դուրս արի բեմից, ես ասում եմ, գիտեմ, կարևոր է ժպիտ։ Այդ ակավ դասատուս ասում է, ինչի դուրս չեք կար, ասում եմ, բա դուք ասել եք ինչ է լինի կարևորը ժպիտը, այդ միշտ հիշում ենք։ Կրիստինե, սա կյանքում եւս օգնում է, այսինքն կյանքում էլ այդ դժվար իրավիճակներում ժպիտով հաղթահարելը դառնում է, չէ՞։ Այո, մի անգամ նաեւ շատ ցավալի դեպք տեղի ունեցավ, իհարկե։ Պատմելու բան չի, ոչ բոլորը կարող են պատմել, բայց ես ամեն ինչին պոզիտիվ եմ մոտենում։ Բարեպետականի համերգներից մեկի ժամանակ շատ բարձր բեմ էր ու տակն էլ փոս կար։
համերգի բացումներ, այսպես ինքը շատ հին բեմ էր, որովհետև չեմ էլ հիշում, որ գյուղերից մեկն էին գնացել, թե ինչ տեղեր։ Ուրեմն բոլորս այսպես սովորական պարում ենք, որովհետև մեծ համերգ չի էլի, այսպես հանգիստ պարում ենք։ Ես էլի ինձ կոտորելով, չնայելով, թե ինչ կա, ինչ չկա, մեկ էլ այդ փոսի մեջ։ Հետո ենք իմանում, որ 3.5 մետրանոց փոս էր դա, ու ոչ էլ դուր կար, որ ես կարողանայի բարձրանալ, պարող ամենամեծ բոյ ունեցող տղան թռնում է, 2-3 աթոռ են ներքև նետում, որ կարողանան բարձրացնել, ինձ գրկել դնել դրա վրա, որ ձեռքս հասնի, որ կարողանան բարձրացնել այդտեղի։ Ու ես բարձրացել եմ, բոլոր ասում են գնա տուն, գնա հիվանդանոց, այս հոբան չի եղել։ Ու ես վեր եմ կացել, ասում չէ, ես պետքա պարեմ, այդ ժամանակ նոր պետքա կատակ պար պետք է մենա պարեի, պարի պետք է։ Չէ, ասում այդ պարի չեմ պարել հլը, պարեմ նոր գնա, ասում տակ ես հիմա չես հասկանում, մի խնդիր կլինի, մի վնասված կլինի, շուտ գնա, հետո էլի կպարես։ Այդպես, ուզում եմ ասեմ, այնքան այն մեջ այդ ամեն ինչ ժպիտով, ամեն ինչ պոզիտիվ, որ վատ բաներն էլ այտենց տեխնիկական, հիմա էլ փորձում եմ իմ երեխաներին ասել, ինչ լինի, ինչ ընկնի, ժպիտով ցույց չեք տալիս, որ դա այդպես էլ պետք է լիներ։ Պետք է այդպես էլ լիներ։ Հիմա փաստորեն 3 տարեկանից սկսած, հա, դուք երևի են եզակի պրոֆեսիոնալներից եք, ով իրավունք ունի, հնարավորություն ունի, ում մոտ կարելի է ուղղորդել 3 տարեկան երեխային նաև։ Իրականում, եթե անկեղծանամ, 3 տարեկանը շատ փոքր է, հա, սկսելու համար։ Բայց հիմնականում բոլոր խմբերն էլ 3-ից կամ 4 տարեկանից են համարում ընդունելությունը։ Մինչև գալիս է երեխան, մինչև ընտելանում է, մինչև հասկանում է ինչ աշխարհ է, հա, հայտնվել, ուր է գտնվում, արդեն մեր հետ միասին մեծանում է եւ 4 տարեկանում արդեն էլ ավելի հեշտ է լինում, որ դու քո բեմադրությունները փորձես երեխային քիչ-քիչ քո ճիշտ ուղղություններով երեխային ուղղորդես։ Ամեն դեպքում ընտանիք, երեխաներ, հիմա երկուսն են, երրորդը փաստորեն ճանապարհին է, ինչպես է կարողանում համատեղել, Կրիստինե, եւ մնալ այդքան պոզիտիվ, էլ չեմ ասում, այսքան գեղեցիկ ու խնամված միշտ։ Որ ճիշտն ասեմ, երբ որ եկանք այստեղ մեկ բալիկ էր, ամեն ինչ շատ էլ ավելի հեշտ էր։ Ու կարիք չկար մտածելու այս կողմ թե այն կողմ։ Հետո որ երկրորդ բալիկը եղավ, մի քիչ դադար եղավ ինձ մոտ, որովհետև համ դե որպես պարուսույց, որպես պարուհի քաշային առումով, հա, ինչքան էլ որ նիհարես էլ առաջվա պես չես կարողանում, իսկ իմ համար դա շատ կարևոր է բեմում ներկայանալ ճիշտ, բեմում ներկայանալ գրագետ, դա շատ կարևոր է, դու կարող ես կյանքի համար լինես շատ գեղեցիկ, բայց երբ որ դու բեմական հագուստով ես, երբ որ դու բեմում ես, լույսերը քեզ վրա, դու այսպես 3 անգամ ավելի մեծ ես երևում։ Ու այդպես ամեն երեխայից հետո ամենամեծ մտածմունքս միայն դա է, որովհետև ինչը վերաբերվում է աշխատելուն, ինչը վերաբերվում է պոզիտիվ մնալուն, դա կա։ Բայց այդ խնդիրը դա է, որ ինչքան շուտ կարողանամ հետ վերադառնալ իմ հին կազմվածքին, իմ հին մկաններին, իմ հին աշխատանքին, այդքան ավելի շուտ կանցնեմ իմ գործին։ Նաև սիրողական խմբեր կան, տարբեր տարիքային, մեծերի խմբեր էլ կան։ Երբ որ նոր է եկել, ասացի, որ սիրողական խումբ կա, այստեղ պետք է գաք եւ մի խոսքով դասավանդեք, ուզում են ուղակի պարել սովորել, ոչ թե բեմական, այլ որ իրեն գնան առիթներին ինչպես պարել։ Ասացի, լավ, մեկ է դուռը բացվեց, տատիկներ, մեծ կանայք, այսպես ասում եմ, մեկ է ասում են, այս են, քո աշակերտներն են։ Դե սկսեք։ Ուրեմն, ահա, սկսեցինք։ Իրենց հետ էլ մի ուրիշ հետաքրքիր աշխատանք է տարվում, բայց ես շատ սիրում եմ, երբ որ աշխատում եմ կոնկրետ համերգի համար, կոնկրետ նախագծի, կոնկրետ բեմադրություն։ Եվ շատ ավելի ոգևորվում եմ, երբ որ ինչ-որ տարբեր, հա, խմբերից կամ տարբեր ուսուցիչներից հենց ինձ են ընտրում, այդ պատասխանատվությունից ու ուշադրությունից էլ ավելի ոգևորություն է ինձ մոտ տիրում։ Դուք սիրում եք միշտ, Կրիստինե, այսինքն երբ մեծ պատասխանատվություն է ձեր վրա դրված ու այսինքն ինչ որ մի բան, որը պիտի հաղթահարեք, սիրում եք այդ process-ը
դեպի հաղթանակ գնալու այդ ճանապարհը իր դժվարություններով ձեզ համար սիրելի է։ Այո, ես կարող եմ այսպես քնածս տեղը ինչ որ մի բան մտածեմ հաջորդ տարվա համերգի համար, ոչ թե ուղղակի պար, այլ ինչպես ամբողջ խմբերը իրար հետ պարեն, ինչպես այստեղի լատինո-ամերիկյան խումբը հայկական երաժշտության տակ փակում անի, որովհետև շատ մենք հայերով տարբեր ազգերից երգեր ենք վերցնում եւ առանց հասկանալու փորձում բեմադրություններ անել։ Ինչու չլինի նաև հակառակը։ Ու հենց վերջում ես այդպիսի մի բան բեմադրեցի, երբ որ բոլոր խմբերը հիփ-հոփ, լատինո-ամերիկյան, ջազ եւ նաև իմ հայկական խմբերը, այսպես համերգի փակումը բոլորով մեր հայկական երգի տակ վերջացրեցինք։ Ու դա ես մտածել էի անցած տարվանից, երբ որ ուղղակի պարկել էի, մտածում էի, բայց ոնց կլինի այդպես։ Ու քիչ ամեն խմբի հետ 2 րոպե, 3 րոպե, 1 ժամ, 1 օր, 2 օր այդպես կամաց puzzle-ի պես հավաքում ես ու տեսնում ես որ այո, եթե իրականում քո մասնագիտությունն է, եթե սիրում ես, կարողանում ես այստեղ ստեղծագործել։ Այո, սերը շատ մեծ կարևորություն ունի։ Պետք է սիրես, որ կարողանես։ Այո, յուրաքանչյուր ասպարեզում այդպես է։ Այո։ Կրիստինե, ձեր թույլտվությամբ մենք ուղղակի այս միամսյակի շրջանակներում մի քանի բլից հարցեր ունենք, որոնց պատասխանից ձեր տարբերակները հետաքրքիր կլինեն, եթե դեմ չեք։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Ինքնառեալիզացիան 21-րդ դարում կնոջ համար մասնագիտական դաշտում ինքնառեալիզացվելու հնարավորությունն ըստ ձեզ։ Դե կարծում եմ յուրաքանչյուր կին, եթե զբաղվում է իր սիրած մասնագիտությամբ, գնում է իր նպատակի հետևից, հա, արդեն ինքը մի փոքր այսպես ինքնավստահությունը, այդ քիթիկը բարձր, հա, քայլը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար, յուրաքանչյուր բնագավառում։ Ինչը կարողացաք, ինչն եք կարողանում բարի լեզվով ասել ձեր կյանքում, որը չէր ստացվում ասել բառերով։ Ոյ, շատ հաճելի հարց։ Երևի հենց այսօրվա մեր խոսացած, հա, իմ պոզիտիվ լինելու այդ բնավորությունը, հա, որ կյանքում դա էլ ավելի կարող ես օգտագործել, բայց բեմում այն հոգեվիճակն է, ինչը որ հենց իսկապես քո սրտի մեջ է։ Ամենադժվար պահերին եք սիրում պարել, թե ամենաուրախ պահերին, այսպես որոշումներ կայացնելու սկզբում, թե վերջում։ Միշտ։ Ինչ վերաբերում է տանը, ընտանիքում, նշեցիք, որ ձեր ամուսինը հենարան է, հնարավորություն կլիներ այս ասպարեզում կայանալու, մեծ քայլերով առաջ գնալու, եթե ձեր թիկունքին չունենայիք այս հենարանը։ Երբեք։ Ինձ թվում է ոչ միայն իմ բարագայում, այլ նաև յուրաքանչյուրի, որովհետև ամուր թիկունքը դա ոչ միայն մասնագիտական, այլ նաև ընտանեկան մեծ քայլերի այսպես խոշոր առաջ գնալու հնարավորություն է։ Ասում են փոքր քայլերը միշտ բերում են մեծ հաղթանակների։ Սիրում եք ձեր կյանքում այսպես ծրագրել փոքր քայլերով դեպի մեծ հաղթանակներ գնալ։ Դե երբեմն այսպես աստիճանը գնում ես, մեկ էլ ավելի մեծ ընկնում ես, երբեմն մեծ բարձրանում ես, հասկանում ես, որ շատ մեծ էր, պետք էր փոքր գնալ, բայց կարևորը ունենալ նպատակ, ցանկություն ու աչքերով հա տեսնես այն հեռուն, թե ուր ես ցանկանում գնալ երազանքի հետևից ու հաստատ իրականանա, եթե կա սեր, եթե կա աշխատասիրություն։ Ձեր լիցքավորվելու եւ լիցքաթափվելու մեթոդները։ Երբեմն պար ու երբեմն փորձել կենտրոնանալ պարից դուրս, հա, չմտածել պարի մասին, մտածել միայն քո երազանքների քո որոշումների իրականացնել, այսինքն ոչ թե միայն պար, այլ մի պահ այն կողմ դնես ու հասկանաս, բացի դրանից էլ ինչ գործեր ունես դու քո դիմաց։ Տղաների մայր լինելու պատասխանատվությունն ու դժվարությունը։ Տեսեք, հիմա շատ դժվար, հա, որովհետև 3 տղայի մայր լինելը կարծում եմ շատ չափից դուրս պատասխանատու,
Բայց միևնույն ժամանակ տեսնելով ապագան, կարծում եմ, որ իրենք հենց կլինեն իմ թիկունքում, ինձ կպաշտպանեն։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ Քրիստինա, իրականում ինձ շատ հաճելի էր։ Նմանապես, շնորհակալ եմ գեղեցիկ ու հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, իսկապես կանայք յուրաքանչյուր կին, եթե ճիշտ իր ասպարեզում է եւ եթե իր մեջ անկեղծությանը չափաբաժինը բավարար է, իսկապես կարող է աշխարհում շատ բան փոխել։ Բարի ասպարեզում այստեղ շատ կարևոր է մի քանի հնարավորությունների եւ մասնագիտական ուղղությունների ու նաեւ անկեղծության սինթեզը։ Հնարավոր չէ ձեռքը ուղակի բարձրացնել վերև, սա կդառնա մարմնամարզություն։ Հնարավոր չէ ուղակի ժպտալ։ Այս ամեն ինչը պիտի ներդաշնակ լինի քո ներսի հետ։ Իսկ քո ներսում այդ ընթացքում պիտի լինի բարության այնպիսի չափաբաժին, որը դու կարողանաս բեմից այդ հեռավորությունից նաև ամբողջ այդ դահլիճում տարածել։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ կնոջ հետ էինք զրուցում, պարուհի պարուսույց Քրիստինե Շավոյանի։ Քրիստինե Շավոյանը այս պահին Միացյալ Նահանգներում է, արդեն տեղափոխվել են, մի քանի տարի է որ տեղափոխվել է այնտեղ, եւ այս տարիների ընթացքում հնարավորություն է ունեցել եւ Հայաստանում, հիմա արդեն Նահանգներում իրականում շատերի համար բացել բարի կախարդական դռները։ Ասում են, այս լեզուն ամենուր հասկանալի է, բայց միևնույն ժամանակ մարդիկ կան, որոնք այս լեզվով կարողանում են աշխարհի գույներն ավելի տեսանելի դարձնել։ Եվ կանանց այս միամսյակի շրջանակում մենք ուզում ենք, որպեսզի յուրաքանչյուր թողարկմանը լինեն կանայք, ովքեր իրենց օրինակով աշխարհը փոխելու հնարավորություն են տալիս շատերին։ Երջանիկ լինելու համար շատ բան պետք չի։ Պետք է հարմար միջավայր, մի քիչ դրական էներգիա եւ մարդիկ քո շուրջը, որոնք կասեն՝ դու կարող ես։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։